Մարդկային ողբերգության սպին բանակցությունների վրա։ Ապրիլը չէր կարող հետք չթողնել, ասում է Կարեն Բեգարյանը։ 16-ը Ղարաբաղյանի կոնտեքստում առաջին հերթին կհիշվի ապրիլով։ Բանակցային գործընթացը այդ պարագայում չէր կարող առաջընթաց արձանագրել։ Միմյանց աչքերին նայելով պայմանավորվում են մեծացնել դիտորդների խումբը, հետո հայտարարվում է ծիծաղելի թիվ 7-ով։ Հետո ավելին, չկա համաձայնություն, որտեղ են նրանք տեղակայվելու։ Բաքուն առերես համաձայն է խաղաղ կարգավորման, Արցախի սահմանի կրակոցների ֆոնին։ Մինչև սա չկանխվի, բանակցային սայլը կմնա տեղում։ Պիտի հստակ լինի, չէ՞ որ սա կրկնվելու հավանականություն չունենա։ Այսինքն տեղից է գալիս նույն հետաքննության մեխանիզմի խնդիրը, դիպուկահարները, Կասպարչիկի օֆիսը եւ այլն։ Վտանգավոր նոր միտում վերջին տարում Ադրբեջանի բանտերը նախ լցվում են Հայաստանի հետ երկխոսող հասարակական գործիչներով, հետո Հայաստանի դեմ քարոզչություն հենց Բաքվին հանձնված հայերի միջոցով։ Բոլորին միանգամից պարզ է, որ որևէ կերպ հանրության մեջ իրանց խոսքը ոչինչ չի բերելու։ Ոչ հայաստանյան հանրության մեջ, ոչ ԼՂՀ հանրության մեջ, հա։ Հետևաբար սա էլ արժե զրկում է ընդհանրապես այդ էլեմենտը, որպես ժողովրդական դիվանագիտություն, տրեք 2, հա, խաղաղաշինության գործընթաց եւ այլն։ Սա շատ մեծ հարված է լինելու։ Հայաֆոբիայով սնված հասարակությունը չի կարող կարգավորման բանալի ունենալ, ասում է Կարեն Բեգարյանը։ Լուծումը թուղթը չէ, դիմացինին պետք է վստահել, նոր գնալ առաջ։ Աննա Բալյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։